Իդեան համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից։ Մերձավոր Արևելքում փետրվարի 28-ից սկիզբ առած աղետալի պատերազմի վերջը դեռևս չի նշմարվում։ 3 արաբական ու իսլամական երկրների արտաքին գործերի նախարարների Ռիադում կայացած խորհրդակցական հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարությունը պարունակում է Իրանի վերջին հարձակումների կոշտ գնահատական եւ սահմանում է մասնակիցների դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության հիմնական հարցերի վերաբերյալ։ Հանդիպման մասնակցել են Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Պակիստանի, Կատարի, Սիրիայի, Թուրքիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման մասնակիցները խստորեն դատապարտել են Իրանի կողմից տարածաշրջանի երկրների դեմ հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի հարվածները։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ ունենալով արտաքին գործերի նախարարների խորհրդակցական նիստում հայտարարել է, որ Բաքուն հույս ունի, որ Իրանը կկատարի Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի համապարփակ հետաքննության վերաբերյալ իր խոստումները եւ կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար։ Բայրամովը հանդիպման մասնակիցներին հիշեցրել է, որ մարտի 5-ին Իրանից թռչող անօդաչու թռչող սարքերը հարվածել են Նախիջևանի ինքնավար հանրապետության ենթակառուցվածքներին։ Հարվածների հետևանքով վիրավորվել են 4 քաղաքացիական անձինք ու զգալի վնաս են հասցվել կարևորագույն ենթակառուցվածքներին, այդ թվում Նախիջևանի միջազգային օդանավակայանին։ Այս ամենի հետ մեկտեղ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի հարավում գտնվող գազային ենթակառուցվածքներին։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցի էջում գրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ոչնչացնել Իրանի հարավային Պարս նավթահանքը, եթե Թեհրանը հարձակվի Կատարի վրա։ Իսրայելը հետագա հարձակումներ չի իրականացնի այս չափազանց կարևոր եւ արժեքավոր հանքավայրի հարավային Փարսի դեմ, եթե Իրանը չընդունի անխոհեմ որոշում հարձակվելու շատ անմեղ կողմի, այս դեպքում Կատարի վրա, սպառնացել է Թրամփը։ Ես դժկամությամբ եմ թույլատրում բռնության եւ ավերածությունների այս մակարդակը ապագայում Իրանի համար ստեղծելու երկարատև դժվարությունների պատճառ, բայց եթե Կատարի հեղուկացված բնական գազի օբյեկտները կրկին հարձակման ենթարկվեն, ես չեմ տատանվի, նշել է Թրամփը։ Հիշեցնենք, որ Իսրայելի կողմից Իրանի գազային ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելուց ժամեր անց Իրանը երկրորդ բալիստիկ հրթիռային հարվածն է հասցրել Ռաս Լաֆանին, ինչը մեծ հրդեհ է առաջացրել Qatar Energy օբյեկտներում։ Ռաս Լաֆանի շրջանում է գտնվում Կատարի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից մեկը, այդ թվում հեղուկացված բնական գազի արտադրության համալիրը։ Բացի այդ, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ պատրաստ է ոչնչացնել Պարսից ծոցի երկրների նավթի եւ գազի արդյունաբերությունը, եթե իր սեփական էներգետիկ ոլորտը կրկին հարված ստանա։ 3 իսրայելական բանակը հարվածներ է հասցրել նաև Կասպից ծովում գտնվող իրանական ռազմածովային նավերին, շարքից հանելով առնվազն 5 նավ։ Իսրայելի ռազմաօդային ուժերը նաև զանգվածային հարձակում են իրականացրել Իրանի հյուսիսում գտնվող Կասպից ծովի վրա Էնզելի նավահանգստի վրա։ Այս ամենի հետ մեկտեղ Reuters-ը հղումանելով ամերիկացի պաշտոնյաներին ու իրավիճակին ծանոթ աղբյուրների հաղորդում է, որ Թրամփի վարչակազմը քննարկում է Մերձավոր Արևելք հազարավոր ամերիկացի զինվորներ ուղարկելու հարցը, քանի որ բանակը պատրաստվում է Իրանի դեմ գործողության նոր փուլին։ Գործակալությունը հաղորդում է, որ Թրամփի վարչակազմը նաև քննարկում է Իրանում ցամաքային գործողություն սկսելու հնարավորությունը։ Reuters-ի փոխանցմամբ այս տարբերակներից մեկը ներառում է Հորմուզի նեղուցի վրա վերահսկողություն հաստատելը։ Ակնկալվում է, որ դա կհասնի հիմնականում ծովային ու օդային ուժերի միջոցով, սակայն նեղուցի ափամերձ գիծը գրավելու համար զորքեր անհրաժեշտ կլինեն։ Երկրորդ տարբերակը Պարսից ծոցում գտնվող Խարկ կղզու գրավումն է, որտեղից արտահանվում է Իրանի նավթի մինչև 90%։ Այս տարբերակը համարվում է չափազանց ռիսկային, հաշվի առնելով, որ կղզին գտնվում է իրանական հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի հասանելիության սահմաններում եւ Իրանի հետ պատերազմը ամերիկյան հանրության շրջանում ժողովրդականություն չի վայելում, ինչը նշանակում է, որ կորուստները միայն կվատթարացնեն վարչակազմի ներքաղաքական իրավիճակը։ Ավելին, ըստ իրավիճակին ծանոթ աղբյուրների քննարկվում է Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները ապահովելու համար ուժեր տեղակայելու հնարավորությունը։ Հաջորդ շաբաթ տարածաշրջանը ժամանելու ծովային հետևակի արշավախմբային ուժեր, դրանց դեսանտային բաղադրիչը կազմում է 2000 զինվոր։ Այնուամենայնիվ, վարչակազմը այժմ քննարկում է լրացուցիչ ուժեր ուղարկելու հարցը, Reuters-ին հայտնել է իր աղբյուրը։ Reuters-ի աղբյուրները չեն կարծում, որ Իրանի ցանկացած վայրում ցամաքային ուժերի տեղակայումը անխուսափելի է, բայց հրաժարվել են քննարկել Միացյալ Նահանգների օպերատիվ պլանավորման մանրամասները։ Մասնագետները ուրանի պաշարները ապահովելու խնդիրը
համարել են չափազանց դժվար, նույնիսկ Միացյալ Նահանգների հատուկ նշանակության ուժերի համար։ Սպիտակ տան պաստորյան խոսելով անանունության պայմաններով ասել է, որ այս պահին ցամաքային զորքեր ուղարկելու որոշում չի կայացվել, բայց նախագահ Թրամփը խելամտորեն քննարկում է բոլոր տարբերակները։ Առաջինի տաղավարում ինձ հետ է իրանագետ Տիգրան Դավուդյանը։ Բարև ձեզ, պարոն Դավուդյան։ Շնորհակալ եմ հրավերի։ Բոլոր հեռուստադիտողներ։ Շնորհակալ եմ, պարոն Դավուդյան, ես շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսօր այս պահին մեր տաղավարում գտնվելու։ Մենք ինչ ուրեմն պայթել է պատերազմը, մենք անընդհատ զրուցում ենք, ուրեմն շատերը ժամկետներ էին նշում, մենք անդրադարձել ենք նաև այդ ժամկետներին, Թրամփը օրինակ մեկ շաբաթ առաջ ասում էր այս պատերազմը արդեն վերջացել է, բայց վերջը կարծեք թե չի երևում։ Ձեր կարծիքով դեռ որքան կտևի Իրանի դեմ սկիզբ առած այս պատերազմը եւ ձեր գնահատմամբ արդյոք Իրանը կկարողանա երկար դիմադրություն ցույց տալ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի։ Այո, դեռ դիմադրություն ցույց տալիս է հիմա պատերազմի երրորդ շաբաթվա ընթացքում մենք հետաքրքիր նոր դրսևորումներ ենք նկատում եւ մեծ հակասություններ, որ գոյություն ունեն Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի ու անգամ Իսրայելի միջև։ Եթե հիշենք, Թրամփը երկու օր առաջ եվրոպացիներին դիմելով դժգոհեց, որ ինչու իրենք չեն մասնակցում Հորմուզի ջրանցքի ականազերծման եւ ասաց, որ սա ձեր նավթն է, որ այդ նեղուցից անցնում է, թե չէ Միացյալ Նահանգները իր նավթի 1%-ն է, որ Պարսից ծոցից է ստանում, բայց ինքը դժգոհեց հատկապես Միացյալ Թագավորությունից եւ մի քանի ուրիշ եվրոպական երկրներից, որոնք ոչ մի ձևով պատրաստ չեն օգնեն Միացյալ Նահանգներին, հատկապես ուրեմն Պարսից ծոցի եւ Օմանի ծովի հարցերում, որպեսզի այդ նավթատար նավերը կարողանան հանգիստ կերպով նավարկեն։ Հետաքրքիր է, եվրոպացիքն ասում են, սա մեր կռիվը չի, սա Միացյալ Նահանգների Իսրայելի կռիվն է եւ մենք չպետք է միջամտենք։ Այս հակասություններից լավապես օգտվում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Իրանը գիտակցելով, որ նման հակասություններ գոյություն ունի իրենց միջև, այդ նեղուցի Հորմուզի նեղուցի հարցը լավապես որպես լծակ է օգտագործում թե Միացյալ Նահանգների եւ թե տարածքի արաբական երկրների եւ թե այդտեղից նավթ ստացող երկրների դեմ։ Պարոն Դավուդյան, ձեր գնահատմամբ մոտակա ուրեմն շաբաթներին ինչ սցենարներ հնարավոր է ուրեմն զարգանան եւ կյանքի կոչվեն։ Մի քանի տարբերակ ես ներկայացրի նոր, որոնք քննարկվում են, անանուն աղբյուրներն են նաեւ նշում այդ մասին։ Ձեր գնահատմամբ որ սցենարները կյանքի կոչվելու ավելի իրատեսական ուրեմն հավանականություն ունեն։ Հիմա մենք նկատում ենք, որ Իսրայելը իր մարտավարական քայլերը փոխում է, որովհետև Իսրայելը ինքը իր ռազմավարությունն էր, որ ամեն գնով իսլամական հանրապետության ծունգի բերի եւ մինչ այժմ նա ռմբակոծում էր, հարվածում էր ռազմական, հրթիռաշինական, միջուկային եւ ոստիկանական կենտրոնները, բայց մենք արդեն երկրորդ օրինակն ենք նկատում, որ նա հարվածում է նաեւ ուրեմն տնտեսական, արդյունաբերական ենթակառուցվածքներին, որպեսզի երկրում դժգոհությունը ավելի շատացնի։ Այդ հարավային Փարսի գազի արդյունաբերության կենտրոնի մասին, որ դուք ակնարկեցիք, դա շատ մեծ հարված է եղել Իրանին, որովհետև Իրանը հիմա ուրեմն արդյունաբերում է օրական 200 միլիոն խորանարդ մետր գազ եւ հիմա կորցրել է ճիշտ դրա կեսը, այսինքն 100 միլիոն խորանարդ մետր գազ այլևս Իրանը չի կարող այդտեղից արտահանի եւ դա մեծ հարված է երկրի տնտեսության, արդեն թե գործարանները, թե բնակարանները, թե արդյունաբերությունը մեծ խնդիր կունենան,
մենք պետք է նկատի ունենանք նաև արդեն Իրանը դեպի Իրաք գազի արտահանում կանգ է տվել եւ ես միջև ձեզ մոտ գալը 10 րոպե առաջ էլ զանգում էի մեր կառավարության եւ համապատասխան նախարարություններին իմանալու համար որ Իրանից դեպի Հայաստան գազը նորմալ կերպով օրական 1 միլիոն խորանարդ մետր գալիս է թե չէ, բայց չկարողացա պարզեի։ Պարոն Դավթյան, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անընդհատ հայտարարում է, որ Իրանի ռազմական կարողությունները գրեթե ամբողջությամբ ոչնչացված են։ Ձեր գնահատմամբ արդյոք Իրանի ռազմական կարողությունը ամբողջությամբ ոչնչացված է, թե սա տեղեկատվական պատերազմի մաս է եւ զուտ քարոզչական նպատակ ունի, բայց իրականում դեռևս ամբողջությամբ ոչնչացված չէ։ Մեծ արված ստացել է անշուշտ, բայց ամբողջությամբ ոչնչացված չի։ Արդեն հենց այսօրվա լուրերի մեջ էլ էլի կար, որ Իրանը թե հրթիռները արձակել դեպի արաբական երկրներ, թե դեպի Իսրայել, բայց որտեղից են այդ հրթիռները, բայց Ամերիկան եւ Իսրայելը թիրախային կերպով, ճշգրիտ կերպով, ինչքան որ կարողանում են ոչնչացնում են թե Իրանի հրթիռաշինության գործարանները, թե հումք արտադրող այդ կենտրոնները եւ թե հատկապես հրթիռ արձակելու կայանքները, որպեսզի ինչքան կարելի է նվազագույնի իջեցնեն Իրանի հակահարվածի հնարավորությունը։ Իսկ Իսրայելը աշխատում է քանի ուղղությամբ, ինչպես ասացինք արդեն Իսրայելը ամեն գնով ուզում է որ Իրանի ժողովուրդը ոտքի կանգնի եւ հեղափոխություն անի։ Իսկ ժողովրդի ոտքի կանգնելու համար պետք է կարգապահական ուժերը, իրավապահ մարմինը ամբողջությամբ ոչնչանան։ Դրա համար ինքը նաեւ այդ կենտրոններին է շատ հարվածում, հիմա անցել է տնտեսականին, որպեսզի դժգոհությունը ժողովրդի մեջ ավելի շատացնի, մյուս կողմից էլ կարևոր դեմքերին է ոչնչացնում։ Տեսեք, պարոն Դավթյան, որքանով է իրականում Միացյալ Նահանգները ձեր գնահատմամբ ուրեմն պատրաստ ցամաքային գործողության եւ սա ավելի շատ հոգեբանական գրոհ է թե իրական պլան։ Թրամփը մեծ ճնշման տակ է Ամերիկայի հանրային կարծիքի կողմից Եվ ես չեմ կարծում, որ Ամերիկան ցամաքային զորք կիջեցնի Իրան։ Դա հակասում է Թրամփի տարիների քարոզչության, որ ինքը արժեք է տալիս անգամ մեկ ամերիկացի զինվորի կյանքին, բայց պարագան տարբերա Խարկ կղզու վերաբերյալ, որտեղ Խարկ կղզին գտնվում է Պարսից ծոցում, Եվ շատ մեծ այնտեղ ենթակառուցվածքներ կան ու Իրանի նավթը այդտեղից է արտահանվում։ Միացյալ Նահանգները ուզում է Խարկ կղզին որպես լծակ օգտագործի, որ Իրանը այլևս Հուրմուզի ջրանցքը չփակի։ Տեսեք, ինչու օրինակ Սաուդյան Արաբիան, Քաթարը այս փուլում թեև կոշտ հայտարարություններով են հանդես գալիս, մենք տեսնում ենք այդ հայտարարությունները, բայց խուսափում են անմիջական, այսպես ասած, ռազմական ներգրավումից։ Չեն համարձակվի, արաբական երկրները ոչ մեկը չեն համարձակվի, որ ռազմական գործողությունների դիմեն ընդդեմ Իրանի, որովհետև նրանք անմիջապես գտնվում են Իրանի հարևանության եւ Իրանը հսկայական վնաս կհասցնի Արաբական Միացյալ Էմիրություններին, Քուվեյթին, Բահրեյնին, Սաուդական Արաբիային, Քաթարին եւ միլիարդներ կվնասի նրանց տնտեսության։ Նրանք այդ քայլին չեն գնա, բայց փոխարենը Միացյալ Նահանգներին խնդրում են, որ ինչքան կարելի է իրենց հոբ համակարգերը, պաշտպանական համակարգերը ուժեղացնի, որպեսզի եթե Իրանը հրթիռ է արձակում դեպի Սաուդական Արաբիայի, ասենք, արդյունաբերության վրա կարողանան օդում որսան եւ վնաս չկրեն, բայց հակահարված արաբական երկրների կողմից ես չեմ հավատում։ Դեռ որքան կտևի ձեր գնահատմամբ ռազմական կարողությունները Իրանի որքան դեռ կբավականացնեն առհասարակ ներսից
ուրեմն հասարակությունը որքանով կինքնակազմակերպի, որքանով է հնարավոր ուրեմն ներսում այդ քաղաքացիական հրահրումներ, թե մենք տեսնում ենք, որ բավականին կուռ է Իրանի քաղաքական եւ հասարակական համակարգը։ Դեռ հիմա ոչինչ հնարավոր չի ասել, քանի որ մենք չգիտենք Իրանի ժողովուրդը ինչ է մտածում, քանի որ մի ստվար զանգված իրանցիների թեկուզ դժգոհ են իսլամական հանրապետությունից, բայց հիմա նաև խոսում է իրենց մեջ ազգային ջիղը, որ սա մեր խնդիրն է, ուրիշ երկրներ ինչու են եկել միջամտում մեր երկրի գործերին։ Մենք պետք է հիշենք հենց տիկին Շիրինե Էբադին, որը իրանցի շատ նշանավոր ընդդիմախոս կին է իրավաբան եւ նա նաեւ Նոբելյան խաղաղության դափնեկիր է, նա ինքը եւս հայտարարեց, որ ես դեմ եմ, որ Միացյալ Նահանգներ եւ Իսրայելը իմ հայրենիքը ռմբակոծում են։ Մյուս կողմից ասվում է, որ մի խումբ ցուցարարներ սպասում են, որ դուրս գան ցույցի, նրանց իհարկե ավելի շատ հրահրում է Իսրայելը եւ ընդդիմության ղեկավարները, որոնք արտասահմանում են այդ շարքում նաեւ գանգեց արքայի որդին, նրանք ասում են, որ մենք բոլոր պայմանները կստեղծենք, ոստիկանական ուժերը կոչնչացնենք, որպեսզի դուք դուրս գաք ցույցի, կառավարական շենքերը գրավեք եւ արդեն իշխանություն ձեր ձեռքում վերցնեք։ Այստեղ նաեւ մեծ հակասություն կա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջեւ։ Եվ նորից անդրադառնալով գազի հետ կապված հարցին, պարոն Դավուդյան, այստեղ փաստորեն հնարավոր է լուրջ խնդիրներ առաջանան նաև Հայաստանի մասով, որովհետև Հայաստանն կարող է չստանա այդ գազը Իրանից, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը Իրանում։ Այո, ես ուրեմն ուսումնասիրել եմ, վստահ դուք գիտեք, որ այդ օրական 1 միլիոն խորանարդ մետր գազը միայն ստանում է մեր Երևանի ջերմոէլեկտրոկայանը, որը հոսանք է արտադրում եւ այդ հոսանքը վերադարձնում է իրանցիներին։ Այսինքն դա չի ազդի մեր էլեկտրաէներգիայի արտահանման վրա, քանի որ մենք նաեւ դե ունենք ատոմակայան, ուրիշ շատ հեկեր եւ մենք խնդիր չենք ունենա։ Այնուամենայնիվ փաստորեն գազային ենթակառուցվածքները լուրջ խնդրի առջև են կանգնած Իրանի։ Այո, եւ այստեղ շատ հետաքրքիր է, որտեվ միշտ Իրանի ընդդիմադիրները խնդրել են Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, որպեսզի չվնասեն Իրանի տնտեսական ենթակառուցվածքները վաղվա օրվա համար։ Եվ Իսրայելը սա երկրորդ քայլն է, որ կատարում է։ Հետաքրքիր է, որ առաջին քայլը, որ Թեհրանի հարավի նավթային հսկայական պայեսները Իսրայելը պայթեցրեց, Միացյալ Նահանգները բողոքեց, ասաց, որ այդ գործը չպետք է անեիք։ Բայց այս պարագայում, որ Իսրայելը ռմբահարել է գազի կենտրոնները, կարծես Միացյալ Նահանգների հավանությունը եղել է։ Ես կարծում եմ այդ դիրքորոշման փոփոխությունը, ինչպես ասացի, ճնշման լծակի պատճառով է, որպեսզի Իրանը հրաժարվի նեղուցը փակելուց։ Սա որքանով է ուրեմն այս ճանապարհով կճնշեն Իրանին, պատրաստ է Իրանը, այսպես ասած, ընդառաջ գնալու եւ կարծում եմ, իհարկե հիմա տեսեք բախտ որ բերել է Իրանի ժողովուրդը, արդեն գարուն է գալիս, այսինքն այդքան տներում գազի սպառման արդ չի լինի։ Երկրորդը վաղ գիշեր իրանական նոր տարին է եւ համարյա մեծ քաղաքները դատարկ են ու ժողովուրդը հիմնականում գնացել են ծովափնյա շրջանները եւ ուրեմն արևելյան նահանգները, որտեղ ավելի խաղաղ է։ Ես կարծում եմ խնդիրները մենք կնշմարենք մոտ 2-ից 3 շաբաթ հետո, որ գործարանները, տները, հաստուխարանները մեծ խնդիր կունենան վառելիքի։ Շնորհակալ եմ, պարոն Դավուդյան։ Առաջինի տաղավարում զրուցում է իրանագետ Տիգրան Դավուդյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։